Բարի օր Էդվին ջան, ոնց է ճանապարհը, քեզ բարի ճանապարհ։ Բարև Ռոմանյան, լավ, փառք Աստծո, ճանապարհի եղանակը լավ է, ամեն ինչ նորմալ է։ Դու լավ ես։ Շատ լավ, շատ լավ։ Ես ուրախ եմ, որ մեզ այսօր հնարավորություն ունենք եթեր անենք, քանի որ ահագին ժամանակ չենք անում եւ ցավոք սրտի երկրներ կա, որտեղ ես լինում եմ, դեռ չկա հնարավորություն ընդհանրապես եթերներ անել։ Օրինակ Կատարում, Դուբայում, այդ երկրներում արգելված է եթերները եւ զանգերը։ Էդվին ջան, սկզբից հարցնեմ, որ թեմաներն ա, որը քեզ համար է կարևոր, որ թեմաներն ա, որը քեզ է հետաքրքրում եւ ընդհանրապես երբ դու նայում ես համացանցում, որ թեմաներն ա, որը կարևոր է, որ դրա մասին այսօր մենք խոսանք։ Ուզում եմ քո կարծիքն իմանամ, քանի որ դու սփյուռքահայ ես եւ այն կողմից ես նայում Հայաստանի վրա։ Ռոման ջան, դե Հայաստանի ներսում, Հայաստանի սահմաններից ներս եւ մի փոքր դուրս հետաքրքիր է իհարկե Թուրքիայի սահմանի բացելը Մարգարայի հատվածում, նու Գյումրիում ընտեղ ընտրություններ, բաներ, իսկ Հայաստանից դուրս իհարկե պայմանագրի առումով խաղաղության շատ կարևոր փուլ է հիմա գնում այնտեղ եւ միջազգային հարթակներում, ացիաներում թե ինչ ձև են վերաբերվում այդ իրավիճակին հիմա որը ստեղծվել է Հայաստանում, Հայաստան-Ադրբեջան կապ ասած։ Գլխավոր թեմաները, որը ինձ հետաքրքրում է կոնկրետ, հիմնասման մտնում եմ ինտերնետում անեմ գալիս, այդ թեմաների շուրջ նորություններ դրանք են։ Շատ բարի։ Ժողովուրդ ջան, միացեք, շնորհակալ եմ բարի խոսքերի համար եւ կպատասխանեմ եթերից հետո անպայման ինչքան կարողանամ։ Այսօր մենք կխոսանք, սկզբից մենք կխոսանք իսկապես այս հարցի մասին, Հայաստան-Ադրբեջան, այդ հարցը իսկապես կարևոր է մեր սփյուռքահայերի համար, ովքեր նայում են տարբեր երկրներից, նաև YouTube-յան ալիքով։ Ասեմ, որ Հայաստանի կողմից մենք տեսնում ենք ահագին քայլեր անվում, որպեսզի այդ փուլը ստորագրվի, բայց եւ նաեւ տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարը, այսպես ասած, չի ստապում ստորագրի այդ փուլը եւ իմ կարծիքով դա կապված է դրանով, որ նույն Ադրբեջանը, որը շատ ունի այսպես ասած լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, իրականում ինձ թվում է իրանք այսպես ասած միտեղ են այդ հարցը որոշում։ Չգիտեմ ինչքանով եմ ես ճիշտ, եկեք Էդվինին լսեք, ինչի Ալիևը հիմա չի ստորագրում այդ թուղթը, քո կարծիքը այսպես գլխավոր պատճառը որն է։ Ռոման ջան, մեծ հաշվով Ադրբեջանին հələ Ռուսաստանը մի կողմ թողնենք, որը քո ասածը իրականությանը համապատասխանում է, բայց Ադրբեջանի ոչ մի կերպ ձեռ չի տալիս, որպեսզի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի։ Որովհետև խաղաղության պայմանագրով ինչ է նա ստանում, մեծ հաշվով ոչ մի բան։ Դրա հետևանքով էլ պիտի լինի սահմանազատում, սահմանգծում, պիտի հետ քաշի զորքերը, Հայաստանի տարածքում ինքը միջանց չի ստանում, իսկ այդ սուտ ոչ էական պահանջները, որը ասում էր օրինակ դիտորդները դուրս գան, եթե խաղաղության պայմանագիր լինի եւ այլն, դրա հետ ասես թե նես լինելու էր։ Այսինքն նա պատճառներ էր առաջ քաշել, որպեսզի չստորագրի Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Նիկոլ Կոտրելին կոնկրետ հասկացավ դա եւ միանգամից հայտարարեց, որ պատրաստ եմ փոխզիջման, այսինքն ոչ թե զիջում, այլ փոխզիջում, միակողմանի չի լինում այդպիսի բաներ։ Եվ Ադրբեջանը հիմա փաստի առաջ է կանգնել, որ Հայաստանը համաձայն է, համայն աշխարհը մեծ երկրները, հզոր երկրները ասում են, լավ, պահանջը դրել ես, պահանջը կատարում է, արի ստորագրի, եւ Ադրբեջանին ձեռ չի տալիս ուղղակի, նա ոչ մի բան էական չի ստանում։ Հաղթած երկրի կարգավիճակում, այսինքն պատերազմ հաղթած, նա շատ վատ վիճակի մեջ է։ Տեսեն 7 տարածքները, որը նա գրավեց, մի մասը ստացավ, գրավեց, Սերժի բանից, Լևոնից բռնած, նույնիսկ այլ ասել Քոչարյանից բռնած, Սերժից բռնած, պատրաստ էին այդ 7 տարածքները հանձնեին։ Երբեք չեն ասել դա Արցախը կամ Հայաստանի մասը, ասում էին անվտանգային տարածքներ, եկեք կարգավիճակ պայմանավորենք Արցախի առումով այդ տարածքները տանք։ Այսինքն այդ տարածքները սեստերներ ստանալու էր, Արցախն էլ գրավել է, բայց ոնց է գրավել ցեղասպանության հոդվածը վրան։
ասենք ստեղ ոչ մի կերպ իրանց ձեռ չի տալիս, տես Արցախը դատարկ մնացել է, ոչ մարդ կարա բերի տեղադրի, ոչ մի բան չի կարալու անի։ Այսինքն շատ անորոշ եւ վատ վիճակի մեջ է, եթե նա ստորագրի խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագիրը եթե ստորագրի, Հայաստանի համար ճանապարհները բացվում են, փողի, գումարների, էկոնոմիկայի առումով ճանապարհները բացվում են, Հայաստանը մի քանի տարվա մեջ նույնիսկ կարելի ասել այնպես կզարգանա, որ կգերազանցի եւ էկոնոմիկայի առումով, ռազմական առումով եւ Վրաստանի եւ Ադրբեջանի, այսինքն նա հասկանում է, որ Իրան դա ձեռ չի տալիս։ Հիմա երկրորդ գործոնը, Ռուսաստանի գործոնը, մենք շատ լավ գիտենք, որ Արցախ օպերացիան դա համատեղ օպերացիա էր Ռուսաստան-Ադրբեջան։ Պատերազմի հաղթանակը միջաբանի Սյունիքում ինչ-որ միջազգի տրամադրելու դիմաց, այսինքն Ռուսը օգնում էր Ադրբեջանին, որպեսզի հաղթի այդ պատերազմում, ընդհանուր միջև Արցախը ստանալը, եւ դրա դիմաց Ադրբեջանը պիտի տրամադրեր, այսինքն ՖՍԲ-ն պիտի ստանար միջանցք, ու Ռուսաստանը համատեղ Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ աշխատում են։ Ռուսաստանի վիճակն էլ Ուկրաինայի առումով մի փոքր թեթևացել է, քանի որ Ամերիկան փորձում է լեզու գտնի, պատերազմը մի քիչ թույլատնի, այսինքն ուժեղ հարևան, որին դու պարտք ես, Ադրբեջանը պարտք է Ռուսաստանին, եւ նա եթե հարևանը ուժեղանում է, քեզնից պահանջելու բան ունի, դու չես կարող առանց Ռուսաստանի թույլատվությամբ կամ Ռուսաստանի դեմ ինչ-որ քայլի գնաս։ Իսկ այդ խաղաղության պայմանագիրը հենց դրա մասին է, խաղաղության պայմանագրի մեջ հստակ գրված է, որ երկրները սուվերեն են, ճանապարհները տարածքային բացվում են, բայց մնում են այդ երկրների իշխանության տակ։ Ստեղ այսինքն եւ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ունեն շահ, որպեսզի այդ փաստաթուղթը խաղաղության չստորագրվի։ Մի բան էլ ասեմ, սա էլ է շատ արդեն ոչ թե հետաքրքիր, ուղղակի ասեմ, որ փաստագրենք, տեսեք Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն ուզում, որ խաղաղության փաստաթուղթ ստորագրվի։ Էլով չի ուզում, դաշնակները չեն ուզում, էլով չի ուզում, Ռոբերտ Քոչարյանը չի ուզում, Սերժը չի ուզում։ Մի խոսքով, սա պարզ մի հատ sense սիտուացիա, որտեղ դուք կարող եք տեսնել ով է Հայաստանի կողքին եւ Հայաստանը ներկայացնում եւ ով է Հայաստանի դեմ։ Այսինքն ցանկացած մարդ կամ սուբյեկտ, որը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը մեզ պետք չի, նա ուղղակի աշխատում է հայկական շահերի դեմ։ Իսկ այդ փողզիչում եւ այլն այդ մանր-մունր բաները երեք Նիկոլան Կոտրելին ինտերվյու է տվել եւ այնտեղ բացատրեց, որ բոլոր միջոցները առաջ քաշել չի կարելի։ Միջոցները, որոնք առաջ են եկել, որպեսզի նպատակին հասնեն, նպատակն է կարևոր։ Եվ նպատակը նրանում է, որ Հայաստանը պահի իր ազատությունը, անկախությունը ոչ մի հատված չզիջի, հողային, միջազգային հարթակներում ոչ մի կերպ վնաս չկրի։ Եվ ոչ այդ բոլոր այդ վարկածները եւ այդ բաները, որ նոր ասեցին, բոլորը ներկային այդ խաղաղության պայմանագրի ստորագրման ներքո։ Շնորհակալ եմ բոլոր դրանց, ովքեր կոմենտներ են թողում YouTube-յան ալիքներում, ես սա այդ կոմենտները անպայման, այսպես ասած, ուշադիր նայում եմ, կարդում եմ, շատ շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր տարբեր երկրներում նայում են մեզ պլանշետով կամ էլ հեռուստացույցով, նշեմ, որ նրանք ովքեր YouTube-ով են նայում, մեր սփյուռքահայերը կամ էլ հայաստանցիները, ես ձեզ շատ շնորհակալ եմ դրա համար, նաև շնորհակալ եմ դրանց, ովքեր Facebook-ով են նայելու, տարբեր խմբերում եւ իմ page-ում եւ ովքեր կիսվում են այդ եթերով։ Հիշեցնեմ, որ վերջի եթերը մի քանի օր առաջ արդեն 150,000 պրասմոտր հավաքել, դա նշանակում է, որ մոտ 170,000 մարդ նայել է 3 օրում այդ եթերը եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր դրանց, ովքեր կիսվում են իմ յութերով, որոնք շատ տարածվում են սա համացանցով, ես սա ինձ համար երջանկություն է, նաև շնորհակալություն եմ հայտնում Էդվինին, ով 7-րդ տարին ինձ օգնում է, նաև կիսվում է իմ յութերով, եւ Էդվինը այն տղաներից է, այն բլոգերներից է, որը չի դավաճանում ոչ մեկին, ոչ մեկի չի կռվում, ոչ մեկին մասին չի բամբասում եւ Էդվին ջան, ես
երջանիկ եմ, որ այս օրվա դրությամբ տես ինչքան մեծ դավաճան ունեք, որ ոչ թե մենակ բլոգերներ, այլ տարբեր տականքներ, օրինակ Գյումրի ընտենում է, չէ՞, մի հատ Արտյոմ Թումանյան կա 6 տարի Փաշինյանի անունով ձայներ ահվաքել, հիմա այդ տականքի նման ասում է, որ իբր Փաշինյանը վատն է։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ ասեմ, որ եկեք կապ չունի ինչ թեմայով եք խոսում, չհոգնենք, իրար շնորհակալություն հայտնենք այն դեպքում, երբ մենք իրար մոտ կայնած եք, իրար օգնում եք եւ հնարավոր է որ ինչ որ իմ մտքերի հետ կամ Էդվինի հետ մտքերի հետ դուք համաձայն չեք լինում տարբեր եթերների ժամանակ, բայց Էդվինը ինձ թվում է ինձ հետ համաձայն է, որ ամենակարևորը նա է, որ մենք չենք դավաճանում մեր մտքերը, մեր սերը հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ եւ նաեւ մենք ոնց աջակցել ենք կառավարությանը եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, մենք նույն ձևի աջակցում ենք։ Էդվին ջան, շատ կարճ պատասխանի այդ իմ բարերիս վրա եւ ես շարունակեմ։ Ռոման ջան, դավաճանելը գիտես որն է, կա դավաճանություն Եվրասպա շատ հստակ, որը դիտարկում է տեսնում ես բացատրության կարիք չկա, ու պատերազմի ժամանակ անցնել թշնամու դաշտ եւ այլն։ Բայց երբեմն դավաճանության մասին խոսվում է, բայց դրա բացատրությունը կա, այսինքն կարող ես այդպես ընկալես, բայց բացատրելը կարող ես բացատրես, թե ինչու է դա այդպես է։ Գյումրիում դա բացատրելի էր իմ եթերներում անցած եթերի ժամանակ բացատրեցի, որ օրինակ Արտյոմը ինքը մի քանի անգամ առաջադրվել է, ցանկացել է քաղաքապետ դառնալ եւ ԿՊ-ն չի թույլատրել ու իր քաղաքական կուսակցությունը ունեն իրենց մեջ իրենց որոշումները, որոշում են կայացրել, որ ուրիշ մարդ լինի։ Եվ այս մարդը հիմա իր կուսակցությունն է առաջադրել եւ իր ձև ունի, իր խոսացածը ունի, իր պատմությունը ունի։ Ես ինչ որ միտեղ իրան այդ առումով չեմ մեղադրում։ Եթե այդ մարդու նպատակը իրոք պատկերացրեք, որ այդ մարդու նպատակն է Գյումրիի քաղաքապետ դառնալ ու Գյումրին կարգի բերի, եթե իրան չեն դնում քաղաքապետ, ինքը առանձին է գնացել ու նա մասնակցում ընտրություններ։ Ես խնդիր չեմ տեսնում դրա մեջ այն բանով, որ Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից հետո շնորհակալ ենք Նիկոլ Անկոտրելին, որ ստեղծվել է մի մթնոլորտ, որ ցանկացած մարդ կարող է առաջադրվի, ցանկացած մարդ կարող է քաղաքական ինչ-որ ուժի սատարի կամ ինքը ինչ-որ ուժ դառնա։ Դրա համար ես այդքան այդ բաներին ես այդ ձև չեմ դիտարկում, որ Արտյոմը ինչ-որ դավաճանություն է արել, բայց իհարկե մարդիկ, գիտես ոնց կա, ոնց է, Ռոման ջան, մարդիկ հազար ներողություն, բայց մարդիկ էշ չեն։ Եթե դու 6 տարի ինչ-որ մեկի կողքը կանգնած ես եղել, այսօր ասում ես այդ մարդը էշ չարեց, այն չարեց, վատ մարդ է կամ լավ առաջնորդ չի, բարձա մի մեծ խումբ կա ասելու է, տղա ջան, 6 տարիա երդվում էր այդ մարդու անունով ու հիմա ասում ես, որ չիրականացան մեր իրձերը, բայց նորից եմ ասում, հիմա ասենք ես փորձում եմ ինձ տեղադրեմ Արտյոմի տեղ ու ասենք Արտյոմը ունեցել է 6 տարի ինչ-որ կարծիք կամ ինչ-որ նպատակ կամ ինչ-որ նկատառումներ, պատկերացրել է, որ 6 տարում հները կդատվեն կամ ինչ կլինեն, ու այդ մարդը ասում է հիմա դա տեղի չի ունենում 6 տարի անց։ Ես դեմ չեմ, թող ամեն մարդ իր քաղաքական ճանապարհը քայլի, թող որ նա հաղթի այդ ընտրություններում, ով որ իսկապես Գյումրեցու համար լավ բաներ կանի, այդ Գյումրին կկառուցի։ Այսօր նյութ եմ տեղադրել 15 տարի առաջ այն Վարդանիկի ժամանակ շենք մենք են սարքել ջրի այդ տրուբան, հոսանքը բանը, սա շենքի տակով են անցկացրել, հիմա տրակել է այդ տրուբեն, վերել են, փորել են, տրակտորը մտցրել են շենքի խայտարակություն։ Ու այդպես խայտարակություններ դեռ շատ ենք տեսնելու անցյալից։ Ես ուղղակի հույս ունեմ, որ Գյումրեցին էլ այդպիսի բաներ հիմիկ բանից չտեսնի, որպեսզի ապագայում Գյումրեցին նորմալ կյանք ունենա։ Դե հիմա ով դա կանի, ով չի անի։ Ես դե իմ կարծիքը գիտես, Ռոման ջան, ես նորերին ընդունում եմ, ԿՊ-ն արդեն ապացուցել է իմ կարծիքով, որ ինքը կայացած արդեն խելքը գլխին կուսակցությունն է, ես վստահություն ունեմ այդ կուսակցության հանդեպ, բացառություն այդ Սիսյանի բանն է, որ գնացի տեսա, որ այդտեղ բան չէր արվում, բայց մեծ առմամբ շատ տեղերում իմ տեսածով էլ շատ գործ է արվել, հենց ԿՊ-ն է դրա հիմքում։ Ու հուսամ Գյումրիում
արժանի մի մարդ կհաղթի ընտրությունները եւ գյումրեցին կունենա խելքը գլխի քաղաքապետ։ Շատ լավ։ Անցնենք մեր կարևոր թեմային, որը շատ է շոշափում համացանցում, հիշեցնեմ մեր հետևորդներին եւ Էդվինին հարցնում եւ հետևորդները խնդրում են, որ ավելի մենք շատ տեղեկություն տակ, ուրեմն հիշեցնեմ, որ մյուս տարին ընտրություններ լինելու եւ Ռոբերտ Քոչարյանի խումբը, ընդհանրապես Ղարաբաղյան կլանի խումբը, ով կորցրել է հնարավորությունը մարդկանց թալանի, սպանի, շատ են ուզում իշխանության վերադառնան, գոնե ինչ որ ձայներ հավաքեն ընտրությունների ժամանակ եւ ամեն իրաց Միքայելը ուղղված է այս գործի վրա, որպեսզի ձայներ, այսպես ասած, գողանան Փաշինյանից եւ այս Տիգրան Ուլուբաբյան Մարատի այդ հանցագործի պատմությունը, որը հիմա իրանք տապալվել է եւ չեն կարողանում էլ գորգորան, այսպես ասած պատմեն այդ պատմությունն ինձ ոնց պատմում են 5 օր առաջ, այդ պատմությունն էլ է մտնում այդ ցուցակի մեջ։ Հիշեցնեմ, որ ես առաջին եմ եղել, ով տեղադրել է հիշեցնեմ այդ տեղեկությունը, որ Ուլուբաբյան Տիգրան Մարատի այդ տղան հանցագործ է, շատ հայտնի հանցագործ է Մարտունու շրջանից, եւ նաեւ ասեմ ես էլ եմ Մարտունու շրջանից, մի կողմս Հադրութի շրջանն է, մյուս կողմը Մարտունու շրջանն է եւ այս օրերին այնքան զանգեր եմ ստացել Էդվին Մարտունուց տարբեր մանրամասներ, բայց շատ կարճ հիշեցնեմ, որ Ուլուբաբյան Տիգրանը ահագին անգամ խառնված է եղել քրեական գործերի մեջ, օրինակ ես հիշեցնեմ, որ ինքը հիմա 29 տարեկան տղա է եւ 2019 թվականին իր վրա գործ են հարուցել, գործի համարը 17, 15, 16, 19, 117 հոդվածով եւ 116 հոդվածով, այսինքն տարբեր հոդվածներով իր վրա գործեր են բացել, շատ ծանր պատմությունների մեջ անգել ինքն է եղել մեղավոր եւ նաեւ հիշեցնեմ, որ ինքը 2022 թվականին նորից ընկել է տարբեր պատմությունների մեջ, քրեական գործ են բացել Տիգրանի վրա, քրեական գործի համարը 17, 35, 18 22, 116 եւ 117 էլի հոդվածով, այսինքն մենք պետք է հիշենք, հարգելի բարեկամներ, որ այն, որ Տիգրան Ուլուբաբյանը 2 անգամ են քրեական գործ բացել, դա չի նշանակում, որ Տիգրանը 2 անգամ հանցագործություններ է կատարել եւ 2 անգամ բռնել են, չէ, քննիչները ձեզ կասեն եւ Էդվինից էլ հիմա կհարցնեք, ճիշտ եմ հասկանում Էդվին ջան, որ հանցագործը կարա 10, 15, 20 անգամ թալանի, կոտրատի, այսպես ասած գողանա, սպանի եւ այդ 2 անգամ որ գործերը բացել են, դա նշանակում է ուղղակի որ 2 անգամ բռնել են, այսինքն այս մարդը ահագին անգամ կարա, չէ, այսինքն քանի մի հատ ես պրոստը հասկանամ, ճիշտ եմ ես հասկանում, որ այն մարդիկ ովքեր հանցագործ են, միշտ չէ որ բռնում են իրանց, այդ գործողությունները շատ քիչ կարան բռնեն, այսինքն 10%-ը կարան բռնեն, եւ թող Էդվինը պատասխանի եւ ես շարունակեմ։ Ռոման ջան, եթե չեմ սխալվում, խոսքը գնում այդ արցախցի տղու մասին, չէ՞, որ ասում են ոստիկանները Հայաստանում։ Որը հարձակվել է արցախցի կնգա վրա, Էդվին ջան, որը հարձակվել է, արցախցի կնգա վրա։ Արցախցի գիտեմ ինչի մասին է։ Դա ինչ վերաբերվում է հանցագործությանը, կարող է մի մարդ լինի, որ ինքը մի անգամ հանցագործություն անի ու իրան բռնեն։ Դա չի նշանակում, որ ինքը, եթե ինչ-որ մեկին բռնել են, ուրեմն ինքը 10 անգամ հանցագործություն արել, բայց մեկն են բռնել։ Բայց հակառակն էլ կարա լինի, ասենք, որ սաղ կյանքը հանցագործ է, վերջում բռնում են մի գործի վրա։ Բնականաբար, մենք չգիտենք ինչ է ոնց է։ Այս պարագայում կարևոր է, ես նյութը կարդացի, որ հասկանանք, որ ոստիկանները այս տղային բռնել են, որովհետև հարձակում է կատարել ինչ-որ արցախցի կնոջ վրա։ Հետո հասկացա, որ իր հաղորդումից հետո, որ ասել է ինձ ծեծել են, տարել են բժշկական քննություն են արել, որ պարզվել է, որ ծեծի հետքեր չկա։ Հիմա ստեղ նայ ես հարցն է ծագում իմ համար, երկու կողմանի է, էլի, կամ այստեղ են ճիշտ է ասում, կամ այստեղ են խաբում է։ Եթե այստեղ են ճիշտ ասում, թեկուզ եւ նա հանցագործ է։ Ասենք Արցախում 10 հատ հանցագործություն արել, բան չունեմ ասել, բայց ոչ մի ոստիկան Հայաստանում իրավունք չունի կասկածյալին ծեծի։ Այսինքն, եթե
ծեծել են այդ տղուն, ղալաթ են արել։ Հա։ Դե արի ես ավելի մանրամասն պատմեմ։ Կներես Ռոման ջան, բայց եթե այս տակի շարը անում, խափում է որ տակից դուրս գա։ Ծանր պատժել է պետք, ոչ միայն հանցագործության համար, որ մի հատ էլ էս շարը անելու համար ոստիկանների վրա։ Եթե այդպես է, ես տեղյակ չեմ, բայց դու ավելի շատ ինֆորմացիա երևի ունես, խնդրեմ։ Այո, ուրեմն եկեք պատմեմ բոլոր մեր հետևորդներին, քանի որ շատ են հարցնում, մանավանդ հայերեն են խնդրում։ Առաջինը ասեմ, որ ինքը շար անում 100% եւ նաեւ դիմում են բոլոր վանաձորցիներին, ովքեր լսում են այդ պատմությունը, դա շարը ինքը անում, դա 100%։ Երկրորդը բացատրեմ, ուրեմն տեսեք, ոչ մեկ չի ասում, նույն այդ ղարաբաղցիները, ովքեր այսպես ասած գորգորում են համացանցում, ոչ մեկ չի պատմում, որ ինչի համար են вообще ոստիկանություն բերել այդ տղուն, որ հենց նենց տեղը չեն բերել այդ արցախցուն, հա, ոստիկանություն։ Բերել են այն պատճառով, քանի որ մի հատ արցախցի կին իր վրա հարձակվել են, թալանել են, ուզում են, ես դեռ հասկանում, սպանեին եւ կասկածանքը ընկնում է այս Ղարաբաղցու վրա, որը արդեն անցնում է ահագին գործերով Ղարաբաղում, հա։ Միջայլոց ասեմ, որ իր Ղարաբաղի գործերը հրաման են տվել փակեն, բայց մի քիչ ուշ դրա մասին կոկոսանք։ Ուրեմն ինքը ասում է այդ Ղարաբաղցին, որ իբր 8 ոստիկան ուզում են իրան բռնաբարեին, ուժեղ ծեծեր են, արդեն ծեծկույթը մենք գիտենք, հա, ներքին գործերի նախարարությունը ասել է, որ դա սուտ է, եւ նշեմ, որ ոչ մեկ իրան չի ուզեցել բռնաբարի, տեսեք ինչի եմ ասում, որ շար է, ինձ թվում է այդ վինել ինձ հետ կամազայնվի, ես խոսացի ոստիկանների հետ, ասում եմ Ռոման ջան, եթե 2-3 ոստիկան է, կարող կատական են, չէ, տենց կատակ, բայց եթե 8 վանաձորցի ոստիկան կայնած, ոնց կարող 8 հոգի ասեն, մենք ուզում ենք քեզ բռնաբարենք, տենց բան չկա, ովքեր ճանաչում են Վանաձորի տղերքին, գիտեն, որ Վանաձորի տղերքը շատ հեռու են այդ բաներից, այնքան սիրուն աղջիկ եւ կին կա Վանաձորում, որ հաստատ 8 ոստիկանը դժվար թե ուզեին այնքան սիրահարվել են այդ հանցագործին, որ ուզեին հա իրան բռնաբարեն։ Տեսեք, ինչն է պատճառը, որ ղարաբաղցիները այս սուտը տարածում են, քանի որ ապրիլի 1-ից մեծ մասը էլ չեն ստանալու 50,000 դրամը, ղարաբաղցիները եւ նաեւ իրանց այդ փաստաբանը, նշեմ, որ հիշեցնեմ, որ Ռոման Երիցյանը Զորի Բալայանի բարեկամն է, Զորի Բալայանը մենք ձեզ գիտեք ինչ տականք է, Զորի Բալայանը ինչա որ իր բարեկամները ինչն են, ոչ ինքն է սուտասան, նենց էլ իր բարեկամներն են սուտասան։ Եվ այո, իրանք ամեն թեմայի վրա, հա, շարունակում են այս թեման տարածել, այդ նույն Ռոման Երիցյանը եղել է Ստեփանակերտի քաղաքապետի փաստաբանը, Դավիթի մասնա խոսքը, այդ են Դավիթն է, որ 44 օրվա պատերազմի ժամանակ մի հատ աչոտ չունի, 44 օր մենք օգնություն ենք ուղարկել քաղաքապետին եւ այդ տականք քաղաքապետը մի հատ թուղթ չունի, ում է ինքը բաժանել այդ օգնությունը, այսինքն նենց տականքա, որը մինչև մեր տղերքը կրվում են, նստած խալանով էր զբաղված Ստեփանակերտի քաղաքապետը։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ղարաբաղցիները ամեն մի թեման տարածում են, որպեսզի ասեն ոստիկանը վատն է, մեր ոստիկանները հավատացեք, ժողովուրդ ջան, ով ինձ նայում աս Թուրքում նաև հավատացեք, որ 6 տարում նենց մենք ոստիկաններ ունենք, որոնք կյանքում մեծ չի եղել այս ձևի ոստիկաններ։ Այո, առանձին պատմություններ կա, որ մեջ ոչ թե մենակ ոստիկանությունում նոր էր, հա, լուրը տարածվել, որ ԱԱՑ աշխատակիցը զբաղվում է Սյունիքում, հա, տարբեր կեղտոտ գործերով եւ իրան բռնել են։ Այնպես որ մենք չենք կարող վստահ լինենք դաժե Հայաստանի ԱԱՑ-ի վրա, եթե ԱԱՑ աշխատակիցը զբաղված է դրանով, որ վարչապետի դեմ, հա, ինչ որ գործեր անում։ Այո, ունենք նաև ուգալովնե ռոզիսկի, հա, начальник, Էդվինը երևի հիշում այդ պատմությունը, երբ Դիլիջանում начальник ուգալովնե ռոզիսկը ծեծել է բանը, օֆիցիանտը, ու չէր ուզում բացի իր հաշիվը փակել։ Ունենք այդ ձևի առանձին պատմություններ։ Եվ եթե խոսքը մենք գնում է Վանաձորի տղերքի մասին, ես ով չի եղել Վանաձորում, ով ծանոթ չի Վանաձորցիների հետ եւ Վանաձորի տղերքի հետ, ես շատ կարճ բացատրեմ ովքեր են Վանաձորի տղերքը եւ Վանաձորի ոստիկանները։ Չեմ հիմա ասելու, որ սուրբ են, բայց ես միշտ ասել եմ, որ վանաձորցիները, ղափանցիները եւ սիսիանցիները ամենաբարի ժողովուրդն են Հայաստանում եւ հավատացեք, Վանաձորի տղերքը, ովքեր ոստիկան են, հավատացեք, որ մեծ մասը ամենաբարի տղերքն են այս երկրում։ Այո, մի քիչ իրանք կոպիտ են, ես շատ եմ լսել, որ Վանաձորի ոստիկանները մի քիչ ոնց ասեմ, կարող է հա բկավատ անեն, ռուսերեն տենց են ասում, հայերեն չգիտեմ ոնց են ասում, բայց եկեք մի հատ հասկանանք, եւ ես խնդրում եմ հիմա եւ Էդվինը պատասխանի, եւ
դուք գրեք, հարգելի բարեկամներ, եթե ոստիկանը տեսել է, որ Ղարաբաղցի կնգա վրա հարձակում ա եղել, եւ ինքը կասկածում է Ղարաբաղցի այդ տականքին, Տիգրանին, որը անցնում է ահագին գործերով։ Մի հատ հարց եւ Էդվինն էլ թող պատասխանի։ Ընդհանրապես, ով պետքա ում պատկանա։ Ոստիկանը պետքա պատկանա հանցագործին, թե հանցագործը պետքա լսի ոստիկանին, այսինքն ով պետքա ում հրամանա, հա, կատարի ոստիկանությունում, որտեղ հա քննվում է կամ էլ ուզում են հասկանան ով է մեղավոր։ Ես ուզում եմ Էդվին դու պատասխանես, մենք ինչ ենք ուզում տենանք, որ մանկապարտեզ լինի ոստիկանությունը, թե все-таки ոստիկանը իրավունք ունի հրաման տա եւ եթե այդ տղան չի կատարում, իսցերիկա է անում, հա, հնարավոր է չէ որ ոստիկանը ասում է ոնց է դուք ես պահում եւ խստություն ցույց տա, ոնց է ձեր մոտ Գոլանդիայում, այսինքն այդտեղ ոստիկանությունը մանկապարտեզի նման է, թե եթե օրինակ դու չկատարես հրամանը ոստիկանի, ինքը քեզ հետ խնդալու է եւ խաղալու է, թե ինչ որ ուժակ կիրառելու, խնդրեմ։ Դե մեր մոտ այստեղ Ռոման ջան, ոստիկանները շատ բարեհամբույր են, շատ կիրթ, բարեհամբույր, բայց հրամանը եթե չկատարես, ուժի բռնության ուժով կանեն նա ինչ որ օրենքը թելադրում է։ Նա այստեղ իմ համար սա շատ հեշտ եւ հստակ բան է։ Օրենքի շրջանակներում ոստիկանը կարող է անի այն, ինչ որ ճիշտ է գտնում։ Եթե օրենքի շրջանակներում է, դա թույլատրելի է, որ տեղեր էլ կային, որ հոլանդերեն ասում են խրայս խփից, մի քիչ sense արծաթագույն մասա, որ չգիտես ինչա, տեղ են թողել, որ ոստիկանը մի փոքր կարողանա շարժվի։ Ասենք այդ ոստիկանական ինտիմիդացիան կամ որ ասում ես կուտաբաց, այդտեղ թույլատրված է, աշխարհի բոլոր տեղերն է թույլատրված։ Ինչը թույլատրված չի, այսինքն օրենքի դուրս, օրենքի ինչքան թույլ է, դրանից դուրս ավել գործողությունը չի թույլատրվում։ Դե հիմա ամեն մի սիտուացիան ուրիշ է, եթե ասենք հրամայում են, օրինակ ասենք նստած ասում են տղա ջան, արի մյուս սենյակ, ինքը ասում է, ես չեմ գալիս։ Իրավունք ունեն, իրան բռնի ուժով բռնեն տանեն այն սենյակ։ Բայց ճանապարհին ասենք այն սենյակ մի հատ էլ քացով գլխին խփեն, չի կարելի։ Ասենք ամեն ինչ ունի իր չափը ձևը։ Ես այդ առումով Ռոման ջան չեմ կարող հիմա ասեմ, որ ոստիկանը ճիշտ է, ճիշտ չի։ Եթե օրենքը պահպանել են ոստիկանները, ուրեմն շատ լավ են արել։ Ուրեմն այդ տղային կրկնակի պատժելա պետք, որովհետև շառ է անում ոստիկանի վրա։ Եթե օրենքը խախտել են ինչ-որ մի ձև, ոստիկանը պիտի պատժվի։ Կապ չունի, որ այդ տղան հանցագործ է, թե հանցագործ չի։ Բայց այստեղ մի հատ sense նրբություն կա, ես ինչի եմ միշտ sense հիմա կրկնում եմ, որ հիմա չեմ կարող ասեմ, հիմա չէ, որովհետև քննությունը ցույց կտա։ Հիմա քննություն է գնում Հայաստան։ Ինչքան հասկացա, տղային տարել են այդ բժշկական կենտրոն, ունդեղ ասել են, բայց բռնության հետքեր չկա, ոչ մի կերպ։ Այո, նախարարը ասել է արդեն, չկա ոչ մի հետք։ Եթե բռնության հետքեր չկա, ու այդ տղան ասում է ինձ ծեծել են, հարց է ծագում ոնց են ծեծել։ Այդ տղան կարող է ասի, ասենք ինձ խոշտանգել են, ինչ որ բաներ են ասել, վատ բաներ, էդի դժվար է ապացուցելը, ու ութատել ոստիկան է եղել, երևի այնտեղ քո ասածը հավանաբար է, որ ասենք քո բոլորը հերթով չեն գալու, ասենք քեզ էս կանենք, բայց այդ քննությունը կլինի, հստակ կլինի, ինչա կատարվել, նոր կկարողանամ կարծիքը հայտնեմ, Ռոման ջան, հիմա մնում եմ այդ լայն հարթակում, եթե ոստիկանները օրենք չեն խախտել, ուրեմն հալալ է իրանց, իսկ այն տղային ամոթանք, իսկ եթե հակառակն է ամոթանք ոստիկաններին, եթե խախտել են, բիրտ ուժ են գործադրել, ծեծել են, ասենք այդ մարդուն դա անընդունելի է։ Շատ լավ, Ժողովուրդ ջան, ուզում եմ հիշեցնեմ, որ Տիգրան ու Բաբյանի գործերը, որը բացած է եղել 2019 եւ 2022 թվականում Մարտունի քաղաքում, Մարտունի քննիչներն են քննում այդ գործերը, հրամանով, գեներալների հրամանով փակված է եղել։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես բացատրեմ, որ ունենք նաեւ ագին լավ Ղարաբաղցիներ եւ մենք իրանց սիրում ենք, հարգում ենք, բայց մենք պետքա միշտ հիշենք, որ ունենք շատ ցավալի մի հատ իրականություն, որ Ղարաբաղում անօրինական երևույթներ ա եղել եւ Ղարաբաղի մի մասը, տղերքի մի մասը, այո, ցավոք սրտի հանցագործներ են,
թմրանյութ են վաճառում, զենքեր են գողանում եւ այլն։ Եվ Ղարաբաղում ոչ մեկ չէր հարգում ոստիկանին, հարգում են գեներալներին, սպանողներին, բայց ոչ ոստիկանին։ Եվ ղարաբաղցիները ընդհանրապես չեն հարգում ոչ ոստիկաններին, ոչ ուզում են օրենք պաշտպանեն, ասեմ, որ անցած տարի երբ ղարաբաղցիները տեղափոխվել են Հայաստան, շատ անտանելի վիճակ ա եղել ճանապարհներում, հեսա պատմում եմ մեր սփյուռք հայերի համար, որ պատկերացրեք, որ իրանք вообще չեն հասկանում ոնց պետք է քշեն ավտոն, այսպես 98% ղարաբաղցիների կյանքում չէր вообще, այսպես ասած, օրենք պահպանում եւ երբ իրանք եկել են Հայաստան, հայաստանցիները շոկի մեջ են եղել, քանի որ արցախցիները չէին կարող ընդհանրապես նորմալ քշեն ճանապարհներով եւ ահագին խախտումներ են արել, ահագին ավտոներ են ջարդել եւ դաժե մեր վարչապետը ումին իրանք նստած բան բացում են, այսօր Ղարաբաղցի տաքսիստները նստած Փաշինյանին են քննադատում, բայց նույնքը Փաշինյանը ձեզ ներել է ահագին խախտումները, հա ձեզ գումար չեն գրել, ընդհանրապես դուք չեք մուծել։ Եվ հասկացեք, որ ղարաբաղցիները չեն սիրում ոստիկաններին, նաև Հայաստանում, ինչի, քանի որ մինչև 2018 թվականը ղարաբաղցիներն են եղել այդտեղ հրամանատար, ծեծում են հայաստանցիներին, սփյուռքահայերին, ինչ ուզում անում են, հիմա իրանք միջ հիմա չեն կարող հասկանալ, որ Ղարաբաղյան կլանը չի իշխանությունը, հա, այստեղ հիմա օրենքն է եւ մենք բոլորս հավասար ենք։ Այո, արցախցիների համար, ղարաբաղցիների համար դժվար է դա հասկանալ, իրանք ուզում են իրանք լինեն հրամանատար, մեզ սպանեն, մեզ թմրանյութ քսեն մեր ջեբը, իրանք են ուզում դա։ Հիմա տեսեք, Էդվին ջան, շատ կարևոր ինֆորմացիա եմ տալիս։ Ղարաբաղում ունեցել եք ահագին տղաներ, ովքեր եւ աղջիկներ, ովքեր ինչ ուզում անում են եւ իրանց ամեն ինչը ներում են։ Եվ Տիգրանը մտնում է այդ ցուցակի մեջ։ Մենք պետք է հարց տանք, ովքեր են հրաման տվել Տիգրանի երկու քրեական գործը փակեն 2019 եւ 2012 թվականին։ Դա այդ հրամանը տվել է Ղարաբաղի կառավարությունը, հանցագործ եւ գեներալները։ Հիմա շատ կարևոր ինֆորմացիա Էդվինի համար եւ մեր հետևորդների համար, ում իրավունք են տվել հանցագործություններ կատարել Ղարաբաղում եւ իրանք ինչ ուզում կարան անեն, սպանեն, գողանային եւ սաղ գործերը փակվում են։ Կետ ասում եմ, եթե դու Ղարաբաղի տարածքում թմրանյութերի առաքիչ ես եւ օգնում ես տարածել թմրանյութեր, դու կարաս ինչ ուզում ես անես եւ քո գործերը փակում է։ Այդ առաջիկ է։ Այսինքն, եթե դու թմրանյութ ես տարածում Ղարաբաղի տարածքում գեներալների եւ Բակոյի համար, դու կարաս մարդկանց սպանես, ծեծես, դանակահարես եւ բոլոր այդ գործերը փակվում են։ Երկրորդ կետը, եթե դու Շուշի բանտում մարդկանց ծեծում ես, если ты пытал людей в Шушинской тюрьме, եթե դու Շուշի բանտի աշխատակից ես եւ մարդկանց սպանում ես, հա, հրամանով, դու կարաս ինչ ուզում անես եւ քեզ ամեն ինչը ներում են։ Շարունակենք, եթե դու պոստերից Ղարաբաղում գողանում ես զենք, եթե դու Հայաստանի զինվորներին կլաֆիլին ես լցնում, իրանք քննում են եւ դու զենքը գողանում ես գեներալների համար, դու կարաս արխային ինչ ուզում ես անես Ղարաբաղում, բոլոր քրեական գործերը հրամանով փակվելու է։ Եթե դու գողանում ես գեներալների համար բենզին եւ սալյարկա, դու կարաս ինչ ուզում ես անես։ Հիմա ես այդ կետերը կշարունակեմ, բայց սկզբից հարց տակ Էդվինին, Էդվին ջան, ուզում եմ հարցնեմ եւ ես հետո շարունակեմ։ Դու համաձայն ես, որ այդ հնարավորություն, այսինքն այն մարդիկ, ովքեր աշխատում են գեներալների համար, փաստորեն Էդվին ջան, արի լինենք ազվինիկ, հա, 35 տարում Ղարաբաղում ունեցել ենք սպանողներ, այսպես ասած բանդիտներ, ովքեր ծեծում են, դու համաձայն ես դրա հետ, որ հաստատ կային այդ ձևի մարդիկ, ում ամեն ինչ ներում են, քանի որ իրանք եղել են, այսպես ասած, գեներալների կամ էլ Բակո Սահակյանի ղեկավարների, հա, այսպես ասած, մակլավիկները, հայերեն ասում ենք մակլավիկներ։ Խնդրեմ։ Ռոման ջան, տես բնական երևույթ ես բացատրում, արտացոլում, որը եղել է այօրինակ Իտալիայում, Սիցիլիա, մաֆիա, բնական երևույթ է, եթե կաստային, ասենք, այդ Ղարաբաղի կլանային ինչ-որ ուժ է եղել այնտեղ ու դա հաստատ եղել է, ընտանիքի անդամները, այդ կլանի առաջի շերտի անդամները ամեն ինչ արել են, ինչ ուզեցել են, ոնց ուզեցել են, ու մաքրվել են։ Հայաստանում էլ են այնպես, օրինակը Սերժիկը, աղբերները, աղբտականները։ Ինչ վերաբերվում է
նրանց ծառայողներին, նրանք որ կլանին ծառայում են, մաս չեն կլանի, այսինքն արյունակից չեն, բայց ծառայում են, նույն առավելությունները ունեցել են։ Եթե նրանք ինչ-որ հանցագործություն են գործել, մեկի հանդեպ ով կլանի անդամ չի, այսինքն արյունակից չի, ներվել է։ Քանի որ մի անգամ հանցագործություն է արել, երկրորդ հանցագործությունն էլ իրանց համար է արել։ Այսինքն հրաման են տվել, նրանց են արել։ Ու հիմնականում ծանր գարցը հանցագործությունները անողները, դրանք հանցագործներ են։ Ասենք, գիտես ոնց, անօրինություն ա տիրել, ով ինչ կարացել ա, գրփել ա, բան օրենքը տես չի եղել, բան ով ինչ ուզել արել ա, այն մարդը մտածել ա, կարամ սենց անեմ, այդ կլանից բռնի նեղացնի, ամեն լավա կլանի համար աշխատեմ, պաշտպանված կլինեմ, ամեն իմ գործը կանեմ։ Հենց որ Արցախի առումով Ռոման ջան, տես հիմա դու փաստեր ես ինչ որ ներկայացնում, մենք շատ ավելին ենք լսելու, քան ու էդի մենք լսելու ենք ցավոք սրտի Ադրբեջանից։ Քանի որ այդ գործը Ադրբեջանը հիմա սա բացում է մանավանդ այդ ոսկի հանքերի այդ թալանը 60 միլիարդ դոլարի պատմություն է։ Շուշիի սպանությունները այնտեղ հենց հայերը որ մնացել էին, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք էին տալի, բան հենց հայերը։ Հայաստանի արցախցիքների մի մասն էլ, որ հետ ժամանակը կգա, հետ կգնան, գնալու են սա ցուցմունք են տալ։ Ուսես բաներ մենք շատ ենք լսել։ Սպանություններ, բռնաբարություններ, ինչ ասենք անաստված մարդիկ ուժի են եղել ու ասենք ինչ ուզեն արել։ Ռուսի հովանավորությամբ իհարկե։ Ռուսները գարանցիա ինչ ուզե ասենք ոնց ուզե արել։ Ցավալի է, բայց որ այս բոլորը որ դու ասում ես իմ ականջին լոգիկայի շրջանակներում է, տրամաբանական է հնչում, որովհետև նորից եմ ասում կլանային քաղաքականությունը, ասենք այդ մաֆիա որ լինում է երկրում, դրան է տանում, այդ է մոդելը։ Բնական երևույթ։ Հիշեցնեմ մեր հետևորդներին, շարունակում եմ կետերը, որ պատճառով, ինչ պատճառով կարան քո քրեական գործը փակեն Ղարաբաղում, շարունակենք։ Եթե դու Սամվել Օգանովսկու, այսպես ասած, խմբի մեջ ես մտնում եւ իր հանրարարություններն ես տարածում, կամ էլ եթե դու մտնում ես Վիտալի Բալասանյանի խմբի մեջ եւ իր քրեական կեղտոտ հանրարարություններն ես տարածում, դու կարաս ինչ ուզում ես անես Ղարաբաղում եւ քո քրեական գործերը փակվելու է։ Շարունակենք։ Եթե դու մարտի 1-ին 2008 թվականին եղել ես սպեցնազում եւ դու սպանել ես այդ 10 երևանցուն, դու կարաս ինչ ուզում ես անես Ղարաբաղում եւ քո քրեական գործերը անպայման փակելու են։ Եթե դու ձայնագրել ես հարբած Լևոն Հայրապետյանին, դու դիկտաֆոնը պահել ես ստոլի տակ եւ օգնել ես Բակո Սահակյանին եւ Քոչարյանին այդ իր ձայնագրությունը տեղափոխել ես ռուսական ՖՍԲ-ին, դու ախպեր ջան Ղարաբաղցի կարաս ում ուզում ես սպանես, ինչ ուզում ես անես եւ քո քրեական գործերը անպայման փակվելու են։ Եթե դու կաշառակեր ես եւ տվել ես կաշառք Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին կամ Արկադի Գուկասյանին, դու Ղարաբաղցի կարաս ինչ ուզում ես անես, սպանես, կոտորես Ղարաբաղի տարածքում եւ քո քրեական գործերը անպայման զանգով փակվում են։ Եթե դու օգնում ես Ղարաբաղում անմեղ գործարարների եւ Հայաստանից ժամանած զինվորների վրա թմրանյութեր գործ կարել, այսինքն եթե դու կողքում ես իրանց ջեբը կամ ավտոն թմրանյութ որպեսզի իրանց բռնեն, բիզնեսմեններին կամ Հայաստանի զինվորներին, դու կարաս ինչ ուզում ես անես Ղարաբաղում եւ այդ գործերը անպայման Ղարաբաղի կառավարությունը եւ գեներալները զանգելու են եւ խնդրելու են քննիչներին փակեն։ Եթե դու կին ես եւ եթե դու քնում ես Բակո Սահակյանի հետ, Արայիկ Հարությունյանի հետ, Վիտո Բալասանյանի հետ, եթե դու իրանց սիրականն ես կամ երկրորդ կինն ես եւ իրանց համար երեխեք ես բերել, աղջիկ ջան, դու սիրելի ծտիկ ես եւ դու կարաս ինչ ուզում անես Ղարաբաղում, սպանես, կոտորես, խփես, քո քրեական գործերը անպայման Ղարաբաղում փակվելու է։ Եվ եթե դու զենքով հսկում ես Սամվել Օգանովսկու Չիլդրանում տարածքները, որտեղ թմրանյութ են արտադրում, քեզ ամեն ինչ ներվում է։ Ես ինչ եմ ուզում նշեմ, Ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք Ղարաբաղից ահագին հոյակապ մարդիկ ենք մենք տեսել, ովքեր եկել են Հայաստան եւ թող իրանք լավ ապրեն, բայց
մի մոռացեք, որ Շուշի բանտում Հոգանովսկի վրա աշխատող սպանողներ, թմրանյութ վաճառող, Տիգրանի նման, հա, եղբոր գործերում խառնված ահագին մեծ տղերք ունեք, ովքեր տեղափոխվել են Ղարաբաղից Հայաստան, եւ այդ խնդիրը շատ լուրջ է, այդ մարդիկ չեն ուզում աշխատեն եւ իմիջիայլոց բոլորը պետք է հարց տան, իսկ ինքի Տիգրանը Վանաձորում չէր աշխատում գոնե մի օր, այսինքն դու 11 տարուկես չես ուզում դաժե աշխատանքի մտնել, դրա համար էլ հարձակվել է այդ Ղարաբաղցի կնգա վրա, բայց խնդիրը դրանում է Էդվին ջան, որ մեզ ունեք համարյա 400 Ղարաբաղցի, ովքեր Հայաստանից կոնտրակտ են ստորագրել, Տիգրանը գոնե Վանաձորում հարձակվում է իր Ղարաբաղցի կանգան վրա, հա, բայց մի մասը Ղարաբաղի տղերքը գնացել են ու սպանում են Ուկրաինայի հայերին, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, ցավոք սրտի Էդվին ջան ահագին գործ կա Հայաստանում, բայց այն Ղարաբաղի տղերքը, ովքեր սովորել են սպանեն, կտրեն, դանակահարեն, թմրանյութ վաճառեն, իրանք Էդվին ջան հիմա չեն ուզում ապրեն օրենքով Հայաստանում, եւ սա շատ մեծ խնդիր է եւ հայաստանցիների համար եւ Հայաստանի ուժային կառույցների համար ոնց է вообще այդ հարցը լուծվելու ոնց ենք մենք լուծելու այդ բանձիտների հարցը ովքեր չեն ուզում ոչ փողեր աշխատեն ոչ վարորդը $1000 է տալիս պետությունը չեն ուզում աշխատեն եկեք հարց տանք դու համաձայն ես ինձ հետ որ բացի Տիգրանից ունեք ավելի լուրջ խնդիր որ ունենք Ղարաբաղցի ով այնքան է ինքը թամբալ չի ուզում աշխատի որ պատրաստ է Ուկրաինայի հայերին սպանի ոնց ես դու տեսնում այդ հարցը ոնց կարելի է լուծել եւ իրոք ես ճիշտ եմ որ հալամ մենք ահագին պատմություններ եք լսելու Տիգրանի նման որ հարձակումներ լինի խնդրեմ Ռոման ջան ես ապագան չեմ կարող տեսնել որ ասում թե ինչ կլինի որ խումբը բանաձորցին թե արցախցին կամ ինչ որ մեկի ինչ կանի բայց սենց մի հատ բան ասեմ ես որ Հայաստանում էի անցած անգամ այդ Սուրբ Սարգիս եկեղեցու այդ շենքերն այդ աստիճաններն էին սարքում ու հիմնականում ես որ այնտեղ էի այդ կառավարիչը որ այդ սահմաններում արցախցի էր կռված էլ տղա էր ճանաչում էի ու լիքը արցախցի կար մի քանի հնդիկ բան աշխատում էին մարդիկ միաժամանակ այդտեղ մարդիկ կան ու մենք խոսում էինք Հայաստանից էին աշխատանք չունեին ասում էին ինչի աշխատանք չունես ասում ինչ լինի կաշխատեմ ասում էի դե արի ստեղ հեսա ման են գալի ասում էր չէ դի հնդիկի գործա ասածս ինչ է այնպես չի որ Հայաստանի հայերը հիմա բոլորը աշխատում են ասում չաշխատող չկա ու արցախցիք չեն ուզում աշխատել Արի արձանագրենք, որ Հայաստանցի էլ շատ որ չի աշխատում, չի ուզում աշխատի կամ չի կարող։ Հիմա մի ուրիշ բան, արցախցիների մի մասը ով աշխատում է, ով ձգտում է Աստված իրանց երկար կյանք առողջություն տա։ Այն մասը, որը կարծում է, որ ինքը չի կարող աշխատի կամ չի ուզում աշխատի կամ ինչ որ պետք է մտածում է, որ Հայաստանի հայը կամ Նիկոլը պիտի իրան պահի, նա չարեչար սխալվում է։ Երբ որ արցախցիները կան Հայաստան, փախան խնդիրներ էր, կյանքի հարցեր։ Հայաստանը եւ հայաստանցին կանգնավ նրանց կողքին։ Նիկոլ Անկոտրելին ամեն ինչ արեց, որ այդ մարդիկ գան, իրենց գումարները ստանան, ինչ որ բնականանների հարց լուծեց, ինչ որ բան արեց, շատ այդ 120,000 մարդ եկավ, ու մենք համարյա ոչ մի բան չես ամեն ինչ ընկավ իր տեղը։ Մի քանի ամիս խնդիրներ հիմա իր հունով գնում են։ Այն մարդիկ, ովքեր աշխատում էին կամ աշխատանք էին ման գալիս, հիմա մեծամասնություն ունեն։ Մի մաս կա, որը չի ուզում կամ չի կարող, այդ մարդիկ միջև հիմա ստացել են, չէ՞, այդ փողը 50,000-ը ինչքան է։ Շուտով կկտրվի։ Դա Հայաստանի հայը բան չի արել, իր վզին չի վերցրել, որ սաղ կյանքը, ասենք, Արցախահային կամ չգիտեմ որտեղն հային պետք է պահի։ Դες բան չկա։ Ամեն մարդ իրան պետք է պահի, ղեկավարությունը իր տեղում, պետությունը իր տեղում, ամեն մարդ պետք է աշխատի կանա։ Այն խումբը, ովքեր չեն աշխատի շուտով, երկու բան ունեն անելու, կամ պետք է սոված սատկեն, կամ պետք է մեկին գնան թալանեն, պատ բարձրանան ու Հայաստանում դատվելու են։ Ու հենց այդ խումբն է, որ օրինակ չի ուզում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Որովհետև հասկանում են, եթե Հայաստանի խնդիրները վերջացավ, պատերազմ, սահման բան, սաղ այդ ռեսուրսը, ուժը, միտքը գալու է ներսի հարցերին ու բոլոր հանցագործներին ավելի
շքեղ ձևով, ավելի արագ տեմպերով դատել են։ Հենց որ սա էլ է ժամանակի հարց, ես այդքան չեմ անհանգստանում Ռոման ջան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ունի լավ գլխավոր դատախազ, ես հետևում եմ այդ կնոջը, գործերը նայում եմ, ինչ անում, հեռակա իհարկե։ Եվ Հայաստանը ունի խելքը գլխին հայամետ կառավարություն։ Այս ամենը լավ է լինելու։ Ուղղակի այդ process-ը ընթացքում քո հետ համաձայն եմ, մենք տեսնելու ենք, որ ինչ որ մարդիկ հանցագործություններ են անում, որովհետև սովոր չեն աշխատել կամ չեն ընդունում, որ մարդ պիտի աշխատի։ Ասենք կոնկրետ ասեցի, չէ՞, մարդ կար հենց հայաստանցի, ասում էր, ինչ լինի կանեմ գործ, կապ չունի, գործ ճարի, շինարարության մեջ գործ եմ առաջարկում, ասում այդ հնդիկի գործ է, ես չեմ անում։ Աշխատավարձն էլ տեղին էր։ Կնես չէր, որ բոցածր։ Մարդը չի, այդ մենակ ասելն է ու աշխատեն, բան, հենց գալիս է այդ մոմենտը, որ պիտի աշխատի, լիքը մարդկա, չէ, բան չի անում։ Հենց որ ես չեմ անհանգստանում, Ռոման ջան, բայց իհարկե այդ սիգնալը, որ դու հիմա մեզ տալիս ես, որ զգուշացնում ես, որ սպասես բանա սպասում, այո, պիտի զգուշ լինել եւ պիտի պատրաստ լինել, որ մանավանդ 50,000-ները, որ կտրվում է, արդեն մարդիկ կլինեն, ովքեր դեռ չեն աշխատում, կամ պետք է սոված մնա, կամ պետք է մի անհամ բան անի ու գնալու են անհամ բաներ անեն։ Դե նշեմ Ժողովուրդ ջան, նշեմ, որ մենք այս եթերը Էդվինի հետ փաստորեն անում ենք, որպեսզի աջակցեք այն կնգան Ղարաբաղցի կնգան ում վրա հարձակվել է Տիգրան Ուլուբաբյանը, եւ ես ուզում եմ խնդրեմ բոլորիդ, որ միշտ պաշտպանեք այն մարդկանց, ում վրա հարձակվել են, ոչ թե այն մարդկանց, ով հարձակվել է, եւ մենք պետք է այս ստերի մեջ հասկանանք, որ տուժված է Ղարաբաղցի կինն է Վանաձորում, ով տուժվել է Տիգրանի ձեռքից, քննիչները ցույց կտան ինչ է եղել եւ ոնց է եղել, բայց ես խնդրում եմ, որ մենք միշտ աջակցենք նրանց, ում ծեծում են, ում խփում են, ոչ թե նրանց, ովքեր բանդիտներ են։ Այդ առաջինը, երկրորդը, տեսեք, մենք միշտ ասում ենք դատախազներ, հա, դատախազություն, քննչական կոմիտեի նախագահ, ԱԱԾ աշխատակիցներ, ԱԱԾ պետ եւ ոստիկանապետ, հա, այո, ոչ մեկին դուր չի գալիս, ընկնի, հա, այդ, այսպես ասած, ստրուկտուրաները, ոչ մեկին դուր չի գալիս, բայց եկեք մենք մի հատ բան հասկանանք, հիմա 8 ոստիկանի մասին, Վանաձորցի, հա, ահագին ստեր են տարածում Ղարաբաղցիները, մոռանալով, որ 35 տարի Ղարաբաղի բանտերում ինչքան հայ ենք մենք սպանել բիզնեսմեն եւ զինվոր։ Ոչ մեկ իրավունք չունի, ես այդ արարում եմ ստենց, ոչ մեկ իրավունք չունի, ես եւ խնդրում եմ ձեզ, մի հատ վատ բան խոսա Վանաձորի ոստիկանների մասին։ Ինչի, քանի որ ձեզ չունեք ոչ մի վիդեո, որ իրանք մարդ են ծեծել, արդեն ասել են, որ ինքը ստում է, հա, եւ բոլորը պաշտպանեք այդ ոստիկաններին, քանի որ եթե այս երկրում այս հանրապետության մասշտաբով մենք վիրավորենք ոստիկաններին, հա, հավատացեք, որ Հայաստանը չի լինելու։ Մեզ ունենք ահագին բանդիտներ, դա էր մենակ պակաս, որ ղարաբաղցիները գան ու ցեղ շպրտեն այդ Վանաձորի ոստիկանների վրա։ Վանաձորը 6 տարի է, որ կառուցվում է, մանկապարտեզներ են սարքում, ճանապարհներ, քանի որ Վանաձորը ինչքան իրան բան ունեցել է, տվել է ղարաբաղցիներին եւ իրանց տղերքին եւ իրանց եղբայրներին, ինչքան դեկազողված, վերավոր, ասում եմ, ես թույլ չեմ տալու Վանաձորի ոստիկանների հանդեպ այս դեպի կեղտոտ բաներ տարածեն, հասկացաք, վանաձորցիները ամենաբարի ժողովուրդ են, ղափանցիները եւ սիցյանցիները ման, այո, մի քիչ գրուբ են, գիտես ինչ, Էդվին ջան, մենք պետք է մի բան հասկանանք, Վանաձորում Վանաձորի ոստիկաններն են, մենք չենք գնալու Վանաձորի ոստիկաններին շպրտեք գործից, ասեք Էդվինի երկրից, Ղովադիայից, տղերք եք բերում, այդ իրանց քաղաքն է, իրանց մարզն է, մի քիչ կոպիտ է կներես, Լորիում 48% ժողովուրդը մինչ Փաշինյանի գալը դուրս են եկել Լորիից, հասկանում եք 48% մարդիկ կոնկրետ Ղարաբաղյան կլանի պատճառով փախել են Լորիի մարզից, այսինքն Լորիում մնացել է 50% բնակիչները, ունեք այն, ինչ ունենք, տարուց տարի Էդվին ջան հավատա այդ նույն ոստիկանները լավանում են, մենք ոչ մեկին չենք սպանելու, ոչ մեկին չենք կախելու ու Վանաձորի ոստիկանը պլաստիլին չի, որ որցնենք, փոխենք, հա, պետք է աշխատենք, իրանք էլ մի քիչ պետք է լինեն, հա, ավելի իրանք
լավացնեն իրանց աշխատանքը։ Ինձ էլ է ահագին բաներ, որ դու չգալիս տարբեր տեղեր, տարբեր մարզերում։ Բայց ես միշտ ինձ, հա, այսպես ասած, հանգստացնում եմ, ասում եմ Ռոման ջան, հանգիստ, այս մեկը լավ է, այս մեկը վատ է, ոչինչ լավանալու է։ Եվ իրոք օրից օր լավանում է Հայաստանը։ Ունենք ոստիկանություն, որը կյանքում մեզ չի եղել։ Խնդրում եմ, աղաչում եմ, կոպիտ մի խոսացեք ոչ ոստիկանների մասին, ոչ դատախազների մասին, ոչ ԱԱՑ-ի մասին, քանի որ հավատացեք, որ դրանց մեծ մասը շատ լավ մարդիկ են, հավատացեք, որ ասում եմ, ոչ թե ինչ-որ մեկի, ես չգիտեմ, բառեր եմ ասում, գիտեք, ես էլ չեմ սիրում ընկնել ոչ ոստիկանություն, ոչ քննչական, եթե ես դեղել ընկել եմ, որպես տուժված, հա, ինձ վրա հարձակվել են, ճնշել են, չգիտեմ ինչ, բայց ես սիրում եմ մարդկանց հետ շփվել առանց պագոններ, հա, ունեմ եւ ոստիկաններ, եւ քննիչներ, եւ դատախազներ, բայց ես ուզում եմ իրանց հետ շփվեմ, մենակ եղանակի մասին խոսամ, լավ բաների մասին խոսամ, ես չեմ ուզում ընկնեմ իրանց մոտ, իսկ որպեսզի ես չընկնեմ, պետքա ոչ մի խախտում չանեմ, եթե դուք մաքուր եք, եթե Տիգրան Ուլուբաբյանը մաքուր տղա է, ինչի է ինքը իստերիկան արել ոստիկանությունում։ Օրինակ եթե ինձ ոստիկանը բռնի, ինչ ուզում է թող հարց տա, եթե ես մաքուր եմ, ինչի պետք է այս գորգորամ, ուրեմն կեղտոտ այդ տղան, ռազ այդ պատմությունը ինքը արել է, որ իրան չնստացնեն, Ղարաբաղում երկու քրեական գործ բացել են, հիմա ստեղ ուրիշ ճարճ ունի, բայց ես խնդրում եմ մեր նախարարին, եթե Վանաձորի տղերքի մասին եւ արդեն պարզավոր իրանք չեն ծեծել, եթե ինքը տես բաներ է տարածում, որ ինքը իբր ուզում էին բռնաբարեն, խնդրում եմ Տիկին նախարար, պատժեք Տիգրանին էլ, Փաստաբանին էլ, բոլորին, ովքեր սուտ են տարածում, քանի որ Վանաձորի տղերքը ունեն կին, երեխա, թորնիկ, եղբայր եւ ոչ մեկ իրավունք չունի այդ տղերքին վիրավորի Վանաձորի տարածքում եւ սա Հայաստանի տարածքում։ Վերջ խոսքը տակ Էդվինին, ինչ ինքը կասի եւ դրանով այսօրվա եթերը կվերջացնենք։ Խնդրեմ Էդվին ջան։ Շնորհակալ եմ Ռոման ջան, քանի որ ես նշեցի այսօր կարևոր եմ համարում այդ Թուրքիայի սահմանի բացումը, մեր այդ վերջին այդ բանը դրանով բացեմ, նոր վերջացնենք։ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը բացվել է։ Ժամանակավոր իհարկե ու պատճառը նա է, որ Հայաստանը օգնություն է ուղարկում Սիրիա։ Դուք շատ լավ տեղյակ եք, Սիրիայում սպանություններ են տեղի ունենում, մինչև օրս օրվա ռեժիմով մի քանի հազար սպանել են, հիմնականում քրիստոնյաներին եւ քրիստոնյա մուսուլմաններին, այդպես են անվանում ալևիտներին, քանի որ ավելի շատ քրիստոնեության եւ մուսուլմանական խառնուրդ ինչ-որ կրոնա։ Ու Հայաստանը օգնություն է հասցնում, որը ողջունելի է, ես շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ իմ երկիրը այդքան կա, հնարավորություն ունի, որ մի ուրիշ երկրի էլ հիմա իսկապես օգնություն ցուցաբերի, բայց այդ փաստը, որ սահմանը թեկուզ եւ ժամանակավոր բացվել է, դա մեծ բան է, Ժորժ ջան։ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը պիտի բացվի։ Դա տարածաշրջանում հզորային, ամենահզոր երկիրն է էկոնոմիկայի առումով եւ եթե այդ ճանապարհը բացվում է, դա ինչ որ նոր ճանապարհ է դեպի Եվրոպա նույնպես։ Թուրքերին սիրելու, չսիրելու հարց չկա, ես հայերին եմ շատ սիրում, դրա համար եմ ուզում սահմանը բացվի, որպեսզի Հայաստանի հայի համար լավն է։ Կան մարդիկ, ովքեր գրում են, տեսա մեկը գրառում էր արել, ես կարծում եմ սահմանը բացելը ճիշտ չի, պետք է փակ պահենք։ Նորից մի քանի անգամ ասել եմ, այդպիսի կարծիք ունեցողներին նորից ասում եմ, Հայաստանը երբևիցե Թուրքիայի սահմանը չի փակել։ 90 թվականից հետո, անկախությունից հետո մեր կողմը բաց է եղել եւ մենք խնդրել ենք եւ Լևոնի ժամանակ, եւ Քրչի, եւ Սերժի ժամանակ խնդրել ենք, որ Թուրքիան բացի չի բացել։ Այսինքն այդ միտքը, որ մենք իզուր ենք բացում այդ սահմանը, այսինքն դու կամ անտեղյակ ես, կամ էլ ինչ-որ դեմ ես աշխատում միտումնավոր։ Հայաստանի սահմանը երբեք փակ չի եղել Թուրքիայի համար, հասկացեք արգելիներս։ Այդ մենք ենք միշտ խնդրել, ամեն ինչ արել ենք, Սերժիկը նշանը ֆուտբոլիստների դոշից հանում էր, Համալիրի Ծիծեռնակաբերդի լուսերը անջատում էր, որ Թուրքը նախագահը չտեսնի, ամեն ինչ անում էր, որ սահմանը բացեր եւ չստացվեց նրա մոտ։ Բայց հիմա դա ստացվում է, ու այդ սահմանը բացվելու է։ Հաջորդ մոտ ժամանակներս երևի վաղը մի հատ ուղիղ եթեր կանեմ, այս թեման նորից
ավելի ընդլայն ձևով կվերլուծենք, քանի որ եթերը Ռոմանինն է, չեմ ուզում շատ երկար զբաղեցնեմ։ Ռոման ջան, շնորհակալություն հրավերքի համար, շնորհակալություն որ կաս, սիրում հարգում եմ։ Անպայման մենք Գոլանդիայում ահագին սյուժեներ եք քեզ հետ նկարելու, Էդվին ջան, Իորդանիայում եւ Կատարում ահագին իմ հետևորդներից, ում հետ ես հանդիպել եմ եւ սյուժե եմ նկարել, շատ հարգված մարդիկ են դա համայնքում, իրանք շատ են քեզ սիրում եւ այս եթերն են YouTube-ով նայելու, կոնկրետ իմ հետևորդս Անդրանիկը, որը ամենահարգված մարդկանցից է ամանում, ինքը շատ էր խնդրում ասեմ, որ ինքը սիրում է այդ եթերները, որ ես քեզ հետ եթեր եմ անում եւ ես ուղարկում եմ Իորդանիա եւ Կատար եւ Դուբայ ամենալավ խոսքերը, Էդվին ջան, դու էլ եթե կարելի է Անդրանիկին օրինակ մի երկու բարի խոսք ասա եւ դրանով վերջացնենք մեր եթերը։ Ինքը շատ է քեզ հարգում։ Ես միշտ ուրախանում եմ, երբ լսում եմ, որ արտերկրում մեր հայրենակիցները շատ լավ վիճակում են, շատ լավ պոզիցիայում են, Անդրանիկին եւ բոլոր մեր ընկերներին արտերկրում։ Շնորհակալություն որ կաք։ Ես նույնապես ձեզ սիրում հարգում եմ, մնացեք ուժեղ, մնացեք միասնական, ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն եւ շնորհակալություն ովքեր կիսվում են եւ բարի խոսքեր են